Ըստ խնդրի 7 տարբեր քարտերի վրա գրված են 35, 41, 6, 7, 4, 45 և 62 թվերը, ահա սրանք, հետևյալ կերպով։ Այդ քարտերը պահանջում է դասավորել իրար կողք և ստանալ 11-անիշ թիվ և պահանջվում է ստանալ այդ եղանակով հնարավոր ամենափոքր 11-անիշ և հնարավոր ամենամեծ 11-անիշ թիվը։ Շատ լավ, եկեք հերթով լուծենք մեր խնդրի պահանջները։ Ու դե քանի որ արդեն այստեղ քարտերով ունենք գրված, հենց դրանից էլ կօգտվենք։ Նախ, որպեսզի մենք գտնենք հնարավոր ամենափոքր 11-անիշ թիվը, ինչա դրա համար պետք անել։ Դե պետք է այնպես անել, որ առաջին թվանշանը հնարավորինս փոքր լինի, ինչի համար մենք դիտարկելու ենք այս քարտերի վրա գրված թվերի առաջին թվանշանները և փորձենք հասկանալ, թե որն է դրանցից փոքրագույնը։ Օրինակ ունենք 35, որը 3-ով է սկսվում։ Այսինքն 3-ը հնարավոր փոքր թվանշանն է այս թվի համար։ Հետո ունենք 41, դա 4 թվանշանով է սկսվում։ Հետո ունենք 6 թվանշանն է, 7 թվանշան ուղղակի, 4-ը ունենք, 45-ը, որը 4 թվանշանն է և 62-ը, որը 6 թվանշանով է սկսվում։ Այսինքն մենք պետք է 3, 4, 6, 7, 4, 4 և 6 տարբերակից ընտրենք հնարավորինս փոքրը, և դա ակնհայտ է, որ դա կլինի 35-ը։ Դրա համար վերցնենք որպես առաջին թիվ 35-ը։ Շատ լավ, իսկ որը կարող է լինել երկրորդ թիվը։ Դե մեր հարմարության համար եկեք այստեղ բոլոր 4-ով սկսվողները իրար կողք դասավորենք և այստեղ բոլոր 6-ով սկսվողները դասավորենք, ունենք վերջում 7-ով սկսվող։ Ակնհայտ է, որ ինչ-որ կերպ այս հերթականությամբ պետք է վերցնենք, այսինքն հետո պետք է լինեն բոլոր 4-ով սկսվողները, հետո բոլոր 6-ով և հետո 7-ով սկսվողը, սակայն հերթականությունն է արդեն հետաքրքիր։ Հիմա 31-ից հետո մենք, կներեք, 35-ից հետո մենք որ թիվը կարող ենք օգտագործել սրանցից։ Դե կամ 41, կամ 4, կամ 45։ Դե նկատենք, որ 41-ից և 45-ից ակնհայտ է, որ նախընտրելի է 41-ը, չէ՞ որ մենք առաջին թվանշանից բացի այս դեպքում արդեն երկրորդ թվանշանն ենք դիտարկում, ու որպեսզի հնարավորինս փոքր լինի, այն նույնպես պետք է հնարավորինս փոքր լինի։ Իսկ դե 1-ը 5-ից փոքր է։ Ուստի, քանի որ 1-ը փոքր է 5-ից, նախընտրելի է 41-ը։ Շատ լավ, այսինքն 41-ը ավելի նախընտրելի է, քան 45-ը։ Հիմա պետք է հասկանանք, իսկ որն է ավելի նախընտրելի, 45-ը, կներեք, 41-ը, թե 4-ը։ Իսկ դրա համար արդեն ինչը մեզ պետք անել։ Պետք է հասկանանք, իսկ եթե մենք վերցնենք ոչ թե 41, այլ 4, դրանից հետո մենք ինչ թվանշան կարող ենք ստանալ, հաջորդ թվանշանը։ Ենթադրենք մենք վերցրինք 4։ Շատ լավ։ Դե սրանից հետո ակնհայտ է, որ հնարավոր փոքրը այս երկուսից է լինելու, բայց նկատենք, որ երկուսն էլ մեզ մոտ 4-ով են սկսվում, այսինքն եթե մենք երրորդ թվանշանը 4 ունեցանք, դրանից հետո մենք ևս մի թվանշան ունենալու ենք 4։ Բայց եթե մենք սկզբից ընտրեինք 41, ահա այս տարբերակով, այստեղ 4-րդ թվանշանը արդեն ոչ թե 4 կլիներ, այլ կլիներ 1։ Շատ լավ, այսինքն տրամաբանությունը դրանում է կայանում, քանի որ 1-ը 4-ից էլ է փոքր, հետևում է, որ կրկին նախընտրելի է 41-ը։ Այսինքն 1-ը 5-ից փոքր լինելու համար արդեն ակնհայտ է, թե ինչու է 41-ը 45-ից նախընտրելի, սակայն ինչու է 41-ը 4-ից նախընտրելի, այդքան ակնհայտ չէ, մենք պետք է արդեն 4-րդ թվանշանը դիտարկենք։ Երբ 41 ենք օգտագործում, 4-րդ թվանշանը 1-ն է, երբ 4 ենք օգտագործում, 4-րդ թվանշանը ամենափոքրը կարող է լինել 4։ Հետևաբար, այստեղ կօգտագործենք 41-ը։ Եկեք վերցնենք մեր 41-ը, հետևյալ դիրքում դնենք։ Շատ լավ, դե 35-ը 41-ը օգտագործեցինք, դրանից հետո որ թիվը կարող ենք օգտագործել 4 թե 45։ Դե տեսեք, եթե մենք վերցնենք 4, 4-ից հետո մենք կրկին պետք է վերցնենք 45։ Բայց եթե վերցնենք 45, դրանից հետո մենք պետք է վերցնենք 4, ու նկատենք, որ 445-ը ավելի փոքր է, քան 454-ը։ Իպով մոռանանք այս ստորակետների մասին, ուղղակի հարմար է, որպեսզի հասկանանք։ Դրա համար ավելի նախընտրելի է այստեղ
վերցնել 4-ը և այնուհետև վերցնել 45-ը։ Շատ լավ, այստեղ կողմնորոշվեցինք, իսկ ինչ ունենք արդեն 6-ի և 62-ի դեպքում, սրանցից որը են ավելի նախընտրելի, 6-ը թե 62-ը, դա ակնհայտ է, որ այս երկուսը իրար կողք կլինեն, եթե մենք ընտրենք 6, դրանից հետո պետք է լինի 62, եթե ընտրենք 62, դրանից հետո պետք է լինի 6, ու արդեն ակնհայտ է, որ 62 ընտրելու դրանից հետո 6-ը շատ ավելի նախընտրելի է ու ավելի փոքր թիվ կտա մեզ։ Իսկ դե 7-ն էլ հենց որպես 7 կվերցնենք։ Շատ լավ, այսինքն քայլ-քայլ անալիզելուց հետո մենք հասկացանք, որ հնարավոր ամենափոքր 11-անիշ թիվը հետևյալն է։ Ունենք այստեղ պատասխան 35, 41, 4, 45, 62, 6 և 7։ Սա մեր հնարավոր ամենափոքր 11-անիշ թիվն է, որը կարող ենք ստանալ այս քարտերի վրա գրված թվերով։ Անցնենք B պահանջին։ Այստեղ մեզ պետք է գտնել հնարավոր ամենամեծ 11-անիշ թիվը։ Դե նույնն ենք անելու ինչ A պահանջի դեպքում, սակայն հակառակ կարգով։ Ամենամեծ թվանշանով սկսվողը որն է այստեղից։ Ակնհայտ է, որ 7-ն է։ Ու կարող եք նկատել, որ նույն տրամաբանությունն է։ Հիմա մենք հետ քայլերով ենք գալիս։ Հետո մեզ ավելի նախընտրելի է որը ընտրել 6 թե 62։ Երբ մենք 62 էինք ընտրում հետո 6, ստացվում էր 626, հակառակ կարգում 662 ու ակնհայտ սա ավելի մեծ էր։ Դրա համար այս դեպքում սկզբում ավելի նախընտրելի է ընտրել 6-ը, այնուհետև 62-ը։ Դրանից հետո արդեն 4-ի ընտրության հատվածն է գալիս, դե քանի որ մենք սկզբում ընտրել ենք 41, հետո 4, հետո 45 ամենափոքրի դեպքում, այս 3 քարտերը իրար հետ դասավարելու, հետևաբար հակառակ կարգով դասավարելու դեպքում մենք հնարավոր մեծը կստանանք։ Շատ լավ։ Այսինքն 4-ով սկսվողներն էլ այսպես կդասավարենք և հետո մեզ կմնա միայն 3-ով սկսվողը։ Ուստի ամենամեծ 11-անիշ թիվն էլ կստանանք հետևյալ կերպ 7, 6, 6, 2, 4, 5, 4, 4, 1 և 35։ Սա ամենամեծ հնարավոր 11-անիշ թիվն է, որը կարելի է ստանալ այս քարտերի վրա գրված թվերի դիրքերը տեղերով փոխելով։ Շատ լավ, ու կարող եք դուք արդեն նկատել, որ մենք ուղղակի վերցրինք ու առաջին իրավիճակի քարտերը հակառակ կարգով դասավորեցինք, հակառակ հերթականությամբ ու ստացանք այն, ինչ մեզ պետք էր։ Ու դա ամեն ինչ գալիս է նրանից, որ հենց անալիզելով, երբ մենք քայլ-քայլ գալիս ենք, այսինքն նախ դիտարկելով բոլոր քարտերի վրա գրված թվերի առաջին թվանշանը որն է, այսպես խմբավորելով, հասկանալով, որ 3 ունենք 4-ով սկսվող, 6-ով և 7-ով, ու դա ակնհայտ է, որպեսզի հնարավորինս փոքր լինի, պետք է 3-ով սկսվի, հնարավորինս մեծ լինի, պետք է 7-ով սկսվի և այդպես շարունակ։ Այդ ամեն ինչը քայլ-քայլ անալիզելով և անելով, արդեն եկանք հետևյալ լուծմանը, որ հակառակ կարգով դասավարելու դեպքում ամենամեծը կստանանք։ Այսքանով տվյալ խնդրի լուծումը կարող ենք ամբողջությամբ ավարտել։